Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը։ Տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրերն են Անահիտ Սայադյանն ու Էդիկ Հարությունյանը 42 Երևան թիմից։ Ողջույն։ Բարև։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, քննարկելու ենք եւս ՏՏ ոլորտը, այն ոլորտը, որը մեր օրերում վարքյան զարգանում է, մենք կարելի ասել վազքով հասցնում ենք, փորձում ենք, այսինքն հասցնել իր հետևից։ Ուզում եմ մի հատ մեր ռադիոլսողների համար բացատրենք ինչ է նախ 42 Երևանը ու նոր գնանք դեպի առաջ։ Ուրեմն 42 Երևանը միջազգային ծրագրավորման դպրոց է 18-ից բարձրների համար։ Դպրոցը հաճախ անվանում ենք Թումոյի 42, որովհետև Թումոյի մեծ ջանքերով է բերվել այստեղ ու ամենակարևոր առավելությունը, որ միշտ նշում ենք, է դպրոցի անվճար լինելն է։ Այդ է մեր Եվրամիության դելեգացիայի կողմից Հայաստանում ֆինանսավորման շնորհիվ, որի շնորհիվ 18-ից բարձրները կարողանում են սովորել ծրագրավորում, հիմնականում C++ ու ձեռք բերել ծրագրավորման ֆունդամենտալ գիտելիքները։ Հիմնական գաղափարը կանում է դրանում։ Ինչի 42, հենց այդ հարցը միշտ կան, չէ՞, շատ թվեր կան, ինչի հենց 42։ Ընդհանրապես 42-ը ծրագրավորման ոլորտում բավականին հայտնի թիվ է, իսկ որտեղից է այդ թիվը գալիս, գրքեր կան ու նաև ֆիլմեր կան, կոչվում է Hitchhiker's Guide to the Galaxy, ռուսերենով ավտոստոպն по գալակտիկե, որի մեջ ոնց որ ֆանտաստիկ ժանրի գրքեր են, որի մեջ մի հատ շատ խելացի, ռոբոտի AI հարցնում են, իսկ որն է այս կյանքի ու ընդհանրապես աշխարհի իմաստը, ու ինքը եթե չեմ սխալվում 7 միլիոն տարի մտածում է 7 միլիոն տարի հետո մոտենում են իրան նորից հարցում են իմացել պատասխանը, ասում է հա 42 Այսինքն այդ գրքերի 42-ը ամբողջ աշխարհի, ամբողջ կյանքի իմաստն է։ Ու այդ ֆանտաստիկ գրքի միջոցով 42-ը բավականին հայտնի է դարձել ծրագրավորման ոլորտում, ինչի շնորհիվ եւ 2013 թվականին, երբ որ Ֆրանսիայում ստեղծվեց առաջին դպրոցը, կոչվեց 42 Փարիզ։ Հետո սկսեց ամբողջ աշխարհում տարածվել վերջին մի քանի տարիներին եւ ամեն երկրում, ամեն քաղաքում, որտեղ 42-ը բացվում, կոչվում է այդ երկրի անունը, 42 Երևան, 42 Սեուլ, այդպես։ Ու հատկանշական է, որ արդեն 50-ից ավել կենտրոն կա ամբողջ աշխարհում տարածված, ու մեծ ինձ լայն տարածում է գտնում ներկապահին 42-ը 2020 թվականից, ոնց Անահիտը նշեց, արդեն Երևանում ենք, Հայաստանում գործում ենք։ Ծրագրավորումը մեր օրերում արդեն ոնց որ ասում են գնում է դեպի սովորական մասնագիտությունների շարքին կար մի ժամանակ երբ որ մարդիկ երբ որ ասում էին ծրագրավորողա մենք մտածում էինք մեր ենթագիտակցության մեջ որ ինքը sense խառը մաթեմատիկական հաշվարկների համակարգիչների ինչ-որ մեծ սենյակում աշխատող մարդ է բայց հետո ժամանակի ընթացքում մենք էլ ադապտացվեցինք այդ մարդկանց միջավայրին հասկացանք որ այդ մարդիկ փոքր մի նոթբուքի միջոցով իրենք կարողանում են ամբողջ աշխարհի հետ կապ ունենալ ու ստեղծել ինչ-որ պրոդուկտներ, որոնք նախ վաճառվում են, երկրորդը շատ պետք են մեր օրերում առօրյա։ Այ ուզում եմ խոսենք այն պրոդուկտներից ու այն ստեղծվող նորարարություններից, որը 42 Երևանն է անում։ Ընդհանրապես 42-ում սովորող ուսանողը երբ որ ավարտում է մեր հիմնական փուլը, դրանից հետո կարող է խորանալ տարբեր ուղղությունների մեջ, օրինակ ոնց դուք նշեցիք, կարող է տարբեր պրոդուկտներ ստեղծել, ինչ որ մեկին օրինակ հետաքրքիր է խաղեր ստեղծել, փոքր ժամանակ չգիտեմ, խաղեր է խաղացել համակարգչով հասկացել է, որ մի օր ուզում է ինքը իր խաղերը ստեղծել, նա անպայման դա կարող է սովորել ու անել 42-ում սովորելուց հետո, ինչ որ մեկին հետաքրքիր է, չգիտեմ, վեբսայթներ գրելը, ստեղծելը, ինչ որ մեկին ավելի ուրիշ ուղղության մեջ խորանալը կիբերամտանք շատ զարգացած այսինքն այդ ամեն ինչը սովորելուց հետո կարող են իրենց ցանկությամբ ուղղություն ընտրել եւ խորանալ դրա մեջ ու իրենց ցանկացած պրոդուկտը ստանալ կամ աշխատել ինչ որ կազմակերպությունում որտեղ ավելի մեծ պրոդուկտի վրա են աշխատում եւ այլն տեսեք Թումոն մինչև 18 տարեկաններն են սովորում, իսկ այնտեղ 18-ից վերև կապը այստեղ կա, թե իրենք լրիվ առանձին կառույցներն ու հնարավորություն առհասարակ կա Թումոն, որ ավարտում են երեխեքը, իրենք գան նաև 42-ում սովորելու։
42-ը բաց է իրականում բոլորի համար, հաճախ անվանում ենք Թումոյի տրամաբանական շարունակություն, մենք Թումո լաբերը 42-ի հետ միասին, որովհետև ունենք շատ ուսանողներ, որ հաճախում են Թումո, ու հետո արդեն հենց տրամաբանական շարունակությամբ գալիս են 42 սովորելու ծրագրավորում, կամ Թումո լաբեր հենց միգուցե այլ ծրագրավորման լեզուներ ուսումնասիրելու համար։ Վերադառնալով այդ ծրագրավորման ոլորտի հարցին, ուրեմն մենք հիմա ապրում ենք այնպիսի դարաշրջանում իրականում, որտեղ արհեստական բանականությունը այնքան է զարգացել, կամ ռեսուրսներն այնքան են շատացել, որ մարդիկ հնարավորություն ունեն տանը նստած դառնալ այդ ծրագրավորողը կամ սովորեն ծրագրավորում ու կարիք չկա գնալու այդ ուսումնական կենտրոնները, համալսարանները անգամ, բայց ամենակարևոր ըստ իս առավելությունը, ասեմ, որ 42-ն ունի, այդ իր համայնքն է, որ ստեղծում է երկրի համար առասարակ network հասված ամենակարևորը։ Այո, այդ ցանցը, ընկերությունները, որ ձեռք են բերվում կապերը 42-ի միջոցով, այդ ուղղակի անասելի են ու ուսանողների հետ հաճախ որ խոսում ենք 2020 թվականի ավարտած ընդունված ուսանողների հետ որ խոսում ենք, հիմա արդեն ունենք ուսանողները ավարտում են սովորում են աշխատում են Լավանում կազմակերպություններում ու տեսնում ենք, որ նստած աշխատում են նույն կազմակերպությունում հենց այն մարդկանց հետ, որտեղ որ սովորել են Fortitude-ում, հենց 42-ում։ Այսինքն այդ կապերը ստեղծվել են 42-ի շնորհիվ, որով որ մեծ կարևորություն ունի։ Այսինքն միտքը չի կանում մենակ ստեղ սովորելը, դառնալ ծրագրավորողը, այլ նաև դառնալ այս համայնքի մի մասնիկը։ Նաև ձեռք բերել այսպես կոչված soft skill-եր, օրինակ հաղորդակցման հմտություններ, ինքնուսուցման հմտություններ, թիմում աշխատելու հմտություններ, այսինքն 42-ի ֆորմատը այնպես է, որ դու քանի որ մեզ մոտ չկան դասախոսներ, չկան ուսուցիչներ, այլ կա ծրագիր, կա ոնց Էդիկը նշեց համայնքը, կան մյուս ուսանողները, ու կան պրոյեկտներ, որոնք դու պետք է անես, դրա միջոցով գիտելիքներ ձեռք բերես, վերջում պրոյեկտը հանձնես, քեզ ստուգի ծրագիրը, ստուգեն մյուս ուսանողները, դու շատ շփվում ես այլ մարդկանց հետ, այսինքն եթե քեզ մոտ ինչ-որ խնդիր է լինում, ինչ-որ հարց ես ունենում, դու պետք է մոտենաս այլ ուսանողների։ Կարող է լինել այնպիսի ուսանող, որ արդեն ավարտել է ու շատ գիտելիքներ ունի, օրինակ 3 տարի արդեն սովորում է 42-ում, ինքը բավականին շատ գիտելիքներ ունի։ Մոտենում ես նրան քո հարցերն ես տալիս, նա ուղղություն է տալիս, որտեղից կարող ես քո հարցերի պատասխանը գտնել, անում ես նախագիծը, հետո մյուս ուսանողները ստուգում են։ Այսինքն hard skill-երը ծրագրավորման ֆունդամենտալ գիտելիքներն ես ձեռք բերում, ձեռք ես բերում նաև soft skill-երը, որովհետև շփվում ես այլ մարդկանց հետ, ձեռք ես բերում հսկայական network, որովհետև մեր մոտ ուսանողական շատ մեծ հոսք կա, ամբողջ Թումո լաբերում, այդպես։ Շատ իրականում հետաքրքիր է այն առումով, որ դու սովորում ես քեզանից նախ քո տարիքակիցներից, երկրորդը քեզանից գիտելիքով բարձր, բայց ելի քո տարիքակից, հասակից մի քիչ բարձր, մի 2 տարի տարբերությամբ այդ փափուկ հմտությունների զարգացումը մեր օրերում ամենաշատն է գնահատվում ու աշխատանքի վայրերում, երբ որ գնում են աշխատանքի ընդունվելու, ամենաառաջին նախապայմանը այն է լինում, որ ինչ փափուկ հմտությունների ենք մենք տիրապետում, որ գործատուն մեզ վերցնի աշխատանքի ու մենք ինչով ենք տարբերվում մյուսներից։ Ես շատ շփվելով ՏՏ համայնքի հետ միշտ նկատում եմ իրենց այդ soft skill-երի զարգացված վիճակը, որ իրենք մյուս ոլորտի ժողովրդից կարելի ասել, իրենք համայնքով տարբերվում են այդ հմտությունների շատությամբ կարելի ասել։ Այս հմտությունները առհասարակ համայնքը ինչ որ ժամանակ ձևավորել ու հետո անընդհատ փոխանցել է, թե ամեն մեկը դրսից երբ որ գալիս է մի հատ էլ նորություն ինքն է բերում, ոնց է լինում դա։ Միանշանակ ամեն մեկը բերում է նաև իր գիտելիքները, իր սկիլերը ու ժամանակի հետ, քանի որ մեծ համայնք է ձևավորվում, անընդհատ այդ գիտելիքները, որ արդեն բերվել է, անընդհատ փոխանակվում է։ Իդեպ ես նշեմ, որ մենք էլ վերջերս, միշտ, բայց մանավանդ վերջերս շատ ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ շփման մեջ ենք լինում, հասկանալով թե նրանց ինչ գիտելիքներ են պետք, ինչ են փնտրում աշխատակիցների կամ ինտերների մեջ ու միշտ այդ լսում ենք, որ նրանք փնտրում են մարդկանց, ովքեր հետաքրքրասեր են, պրպտող են, ինքնուսուցման լավ հմտություններ ունեն, հաղորդակցման ու թիմում աշխատելու լավ հմտություններ ունեն, այսինքն իրոք ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար շատ կարևոր է, որ երբ գնում ես աշխատանքի ունենաս այդ հմտությունները։ Ու 42-ի ուսանողների մասով նենց այդ արքեր եկամ տեսնել այդ բազմազանությունը, որը որ Fortitude-ում 42-ում կա,
որովհետև մենք ունեինք ուսանողներ, որոնք որ բժիշկներ են եղել, կայացած բժիշկներ են եղել, ունեցել են հստակ մասնագիտությունը կամ դերասաններ, բայց փոխել են իրենց մասնագիտությունը ու եկել են դարձել են ծրագրավորողներ հենց 42-ի շնորհիվ։ Ախր դա էլ է բարդ է։ Այդ որոշումը կայացնելը թողել բժշկությունը, գալ ծրագրավորման աշխարհ։ Ամենաշատը իրական բժիշկներն են մոտ ոնց որ մեր վիճակստիկներ վիճակագրության, բայց բարմեններ, էկոնոմիստներ, շատ տարբեր մասնագիտությունների դեր մարդկանց են ունեցել, որ եկել են ամբողջությամբ որոշել, որ փոխում են, դառնում են ծրագրավորողներ ու միանշանակ ամեն մեկը իր համը հոտնա բերել դպրոց, այսինքն այդ ճանապարհը, այդ կյանքը, որ ինքն ունեցել է, ապրել է ու գալիս է հիմա ինքը հանդիպում է ինչ-որ մեկին, որը որ սովորել է այն ծրագրավորում ու այդ հետաքրքիր հարմոնիան, որ ստեղծում է ուսանողների մեջ, այդ դրա մասին է 42, այդ կապերի մասին է իրականում, որ միասին կատարում են նախագծեր եւ շարժվում են։ Իդեպ պետք չի, որպեսզի այդ որոշումը վերջնական կայացրած լինեց, որպեսզի գազ 42, դու կարող ես մտածում ես, ի՞նչ է ծրագրավորումը, ես ուզում եմ գնամ փորձեմ։ Մենք դրա համար ունենք ընտրության փուլ, կոչվում է ավազան, ու մարդիկ առաջինը դիմում են եւ գալիս են այդ ավազանին, որը մեկ ամիս է տևում։ Ինքը հենց այդ փուլն է, որի ընթացքում դու կարող ես փորձել, կարող ես ինքդ քեզ փորձել, ճանաչել լրիվ ուրիշ կողմից, այդ soft skill-երը ձեռք բերել, փորձել քեզ ծրագրավորման ոլորտում, հասկանալ ցանկանում ես, չես ցանկանում։ Ես օրինակ գուցե լինեմ 18 տարեկան ուսանող, չգիտեմ, ավագ դպրոցը ավարտած կամ նոր համալսարան գնացած եւ ուզում եմ ինձ փորձել լրիվ նոր ոլորտում կամ օրինակ 40-անց արդեն շատ լավ մասնագետ իմ ուրիշ ոլորտում ու ուզում եմ լրիվ նոր գիտելիքներ ձեռք բերեմ, կապ չունի, տարիքային սահմանափակում ընդհանրապես չկա, ցանկացած անձ կարող է գալ փորձել ու հետո այդ ընթացքում էլ հասկանալ ինքը ուզում է շարունակել, թե ոչ։ Դուք նշեցիք 50-ից ավելի քաղաքներում ոնց որ կա 42-ներ, իրենց հետ համագործակցությունը ոնց է իրականացնում, այստեղից սովորողները, ուսանողները փոխանակման ծրագրերով գնում են, չեն գնում, որովհետև Եվրոպական միության տարբեր երկրներ ունեն Erasmus+ կամ Erasmus ծրագրերը, որտեղ կրթական փոխանակություններ են իրականացվում, այդ ավելի է զարգացնում այդ network ասվածը, 42-ը ինչպես է դա իրականացնում։ Նախ առաջնորդին ունենք հարթակ, որի միջոցով Slack հարթակ, որի միջոցով ուսանողները հնարավորություն ունենում շփվեն այլ երկրի ուսանողների հետ։ Նաև ներկայապահին ամբողջ մեր 42-ներով աշխատում ենք մի նախագծի վրա, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան կատարել նախագծեր այլ երկրի ուսանողների հետ։ Այսինքն, երբ որ ունեն առաջադրանք կատարելանք, այդ թիմային առաջադրանքը պետք է կատարեն օրինակ Բրազիլիայի կամ Սան Պաուլոյի ինչ որ մի կամպուսի ուսանողի հետ։ Այդ ամեն ինչը ամբողջությամբ պլատֆորմայի միջոցով է արվում ու նաև ընկերոջ ուսման մեթոդի շնորհիվ, երբ որ ես կատարում եմ նախագիծը, իմ նախագիծը պետք է ստուգի ինչ-որ այլ ուսանող։ Մենք ուզում ենք անենք այնպես, որպեսզի այդ այլ ուսանողը նույնպես լինի այլ երկրից հենց, որպեսզի փորձերի փոխանակում տեղի ունենա ու իմ նախագիծը երբ որ ստուգի այլ ուսանող, օրինակ Նիդերլանդներից, ես այդ գիտելիքը վերջ փոխանցեմ նրան։ Ինքնին Erasmus-ի նման ծրագրեր չենք իրականացնում, բայց այս ամենը իրականում քննարկվում է ներկայային network-ում հնարավոր փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու համար, բայց անձնակազմը բնականաբար հնարավորություն ունենում է հանդիպելու այլ կամպուսների անձնակազմներին, որպեսզի փորձի փոխանակում տեղ ունենա եւ Եվրոպայից կամ այլ մայրցամաքներից վերցնենք այն գիտելիքները ու բերենք մեր մոտ։ Տեսեք, մեր ժամանակներում հաշվի պիտի առնել հասարակության կրթված լինելու, լեզուներին տիրապետելու հմտությունների զարգացված վիճակը ու շատ ժամանակ, երբ որ մարդիկ ծրագրավորման հետ փորձում են հարմարվել, փորձում են մուտք գործել այդ աշխարհ, շատ հարցուփորձ անելու ընթացքում հնչում է երկու կարևոր, կարելի ասել նախապայման ճակերտներում ասել, դրանցից մեկը մաթեմատիկական գիտելիքներն են, մեկը անգլերենի իմացությունը։ Մեր հասարակությունում որոշ ժամանակ խորհրդային կարգերի տարիներից զարգացած եղել ռուսերենը։ Հետո մանր եվրոպական ներհոսքը եղել է ու անգլերենն է սկսել զարգանալ, բայց մեր դպրոցներում այն կրթվածության մակարդակը չունենք անգլերենի, որ մարդիկ կարողանան շատ հանգիստ մուտք գործել այստեղ։ Այս մասով ինչ որ դասընթացներ, քայլեր, օրինակ, եթե ես լրագրող եմ, օրինակ, կամ այլ մասնագիտության տեր մարդ, որ
չունի մաթեմատիկական լուրջ գիտելիքներ, չունի անգլերենի տիրապետման ինչ-որ մակարդակ, բայց ցանկանում է սովորել օրինակ 42-ում ծրագրավորում, ինչ է անում 42-ը այս դեպքում։ Նախ ասեմ, որ մեզ մոտ առաջին հատվածը ուսման ամբողջությամբ հասանելի է երկու լեզուներով, եւ անգլերենով եւ հայերենով, եւ մեր կոմունիկացիոն ուսանողների հետ նույնպես տարվում է միշտ երկու լեզուներով, անգլերեն եւ հայերեն, որպեսզի ընդգրկենք եւ միանշանակ հայերենը մեր լեզուն է, հայերենով կոմունիկացիան միշտ տարվում է, նաև մեր միջազգային ուսանողներին ընդգրկենք անգլերենով։ Նշեցի դա ինչի, որովհետև մենք ունենք միջազգային ուսանողներ ու քանի որ ֆորմատը ստիպում է որպեսզի ուսանողները միմյանց հետ շփվեն, միանշանակ նրանք կարող են իրար հետ շփման միջոցով զարգացնել լեզուն, կիրառելու միջոցով։ Բայց 42-ում նաև ժամանակ առ ժամանակ որոշակի դասընթացներ կարող է կազմակերպվել, որին ուսանողները կարող են մասնակցել, սակայն ոնց նշեցինք 42-ը տալիս է soft skill-եր ինքնուսուցման, այսինքն հիմա էթիկա ասաց, որ կան բազմաթիվ պլատֆորմաներ, որտեղ դու կարող ես ծրագրավորում սովորել, դրանից ավելի շատ պլատֆորմաներ կան, որտեղ կարող ես անվճար անգլերեն սովորել, եւ այդ ինքնուսուցման սկիլերը, հմտությունները ձեռք բերելուց հետո արդեն կարող ես ինքնուրույն որոշ մակարդակի հասցնել անգլերենդ, շփվել ուսանողների հետ, ավելի զարգացնել, այդպիսի հնարավորություններ կան։ Քանի որ մեր հաղորդումը նվիրված է լինում բու կրթություն եւ աշխատաշուկա կապի հետ ամրապնդմանը, քանի որ մեր երկրում պահ է գալիս, որ կտրտվում է այս ամեն ինչը, բուհից հետո մարդիկ կամ դպրոցից հետո մարդիկ բու հետո կտրվում է աշխատաշուկա գնալու հնարավորությունների փնտրտուքը 42-ը ավարտած մարդիկ ինչ հնարավորություններ ունեն ու ինչ առավելություններ աշխատաշուկայում տեղավորվելու, որովհետև երբ որ մենք խոսում ենք ակադեմիական կրթության մասին 4 տարի, 6 տարի մարդիկ սովորում են բակալավրը, մագիստրատուրան ավարտում են ծրագրավորման ոլորտում, բայց նաև մենք չենք մոռանում ոչ ֆորմալ կրթությունը, որը 42-ը տալիս է, այստեղ արագացված կուրսերով ու ավելի խտացված ձևով մարդիկ անցնում են պրակտիկ ու մասնագիտական գիտելիքներ։ Ինչ առավելություններ ունեն 42-ի ուսանողները աշխատաշուկայում։ 42-ում մենք նշեցինք, որ ձեռք են բերում հմտություններ, որոնք հիմնականում ֆորմալ կրթության ժամանակ այդպիսի հնարավորություններ չես ունենում ձեռք բերելու, այսինքն օրինակ շատ հաղորդակցման հմտություններ, teamwork-ը, միասին աշխատելու հմտություններ, այդ հմտությունները արդեն բավականին մեծ հնարավորություն են ինչ որ կազմակերպություն դիմելուց առավելություն ստանալու համար։ Նաև Թումոլաբերը մեր ամբողջ շենքը 42-ը ներառյալ ժամանակ առ ժամանակ ունենում ենք հանդիպումներ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Կարող է լինել HR-ից, կարող են լինել մասնագետներ, ովքեր կպատմեն իրենց մասին ուսանողներին, իրար հետ network կանեն, կծանոթանան, կկապվեն, հետո արդեն ուսանողները նրանցից կարող են լիքը բան սովորել։ Օրինակ մի քանի օր առաջ մենք ունեցանք ավարտական արարողություն, որին ներկա էին նաև 20-ից ավել IT կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ավարտական արարողությունից հետո ուսանողները շփվում էին կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մենք փորձում ենք հնարավորինս լավ այդ կամուրջը ստեղծել, որ ուսանողները եւ կազմակերպության ներկայացուցիչները ունենան իրար հետ շփվելու մշտական հարթակ ու հնարավորություններ, ապագայում աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու համար։ Կանք հասնենք արդեն վերջին Թումոն այն կառույցներից է, որ անվճար նախ կրթություն է տրամադրում, երկրորդը այն կրթությունը, որ զարգացնում է տարբեր գիտելիքներով հմտություններ ու ինքը միշտ հետաքրքիր է, քանի որ ինքը ՏՏ ոլորտում է ավելի շատ զարգանում։ Մեր հասարակության մեջ երիտասարդները, երեխաները, այն մարդիկ դեռահասները շատ հետաքրքրված են ու Թումոն տարբեր տեղեր կենտրոններ էր բացել։ Երևանում նոր կենտրոն բացելու հնարավորությունը, քանի որ ուզում եմ հասկանանք այս շենքային պայմանները բավարարում են, թե արդեն պետք է նոր շենք, նոր ինչ-որ մարզում կամ նոր քաղաքում, որ Երևանի ժողովրդին էլ ոնց որ հերիքի։ Իրականում
եթե խոսենք Թումոյից անդադար կարելի է խոսել ձեռքբերումների մասին 42-ի առասարակ լաբերի մասով ունենք ներկապահին մեկ կենտրոն, որը որ Երևանում է գործում 42-ում դեռ պլաններ չունենք տանելու մարզեր, բայց մարզից եկող ուսանողներին հնարավորինս կերպ աջակցում են կրթաթոշակների կամ հանրակացարանի տրամադրման կերպով, բայց Թումո լաբերի մասին խոսելով կարող եմ ուրախությամբ հայտնել, որ Թումո լաբերն է տեղափոխվել Կապան, հենց Թումոյի Կապանում, Կապանում ստեղծված Թումո կենտրոնում բացվելու է Թումո լաբերը նաև 18-ից բարձրների համար, իհարկե 42-ի ծրագիրը չի գնելու, բայց լինելու է նաև Թումո լաբերը, հետևաբար լավ հնարավորություն է Կապանի ժողովրդի համար մասնակցելու մեր ծրագրին։ Եվ վերջում մեր երիտասարդությանը ինչ ենք մաղթում ու ինչ ենք փոխանցում առհասարակ ՏՏ ոլորտը իրանց համար նախ ինչ է եւ ով։ Ես առաջին բանը որ կասեմ այդ ուղղակի այս ոլորտից չվախենալն է ընդհանրապես չվախենալ նաև այն մտքերից որ ասում են այս մասնակցությունը կորելու է արհեստական բանականությունը փոխարինելու այս ամեն ինչին չէ այդպես չի լավ մասնակիցների կարիքը միշտ ունելու այս ոլորտում անկեղծ եւ 42-ի հենց շնորհիվ այդ մարդիկ ձևավորվելու են ինձ Հայաստանում եթե անկեղծ որտեղ այդ մեթոդը տրամադրման մեթոդը առասարակ ուսուցման մեթոդը որը որ կա 42-ում միանշանակ նոր sense տենդենս է առաքելություն է բերելու մեր երկրի համար Ես լրիվ համաձայն եմ Ատիկի հետ մեր ուսանողները 42-ը արդեն տալիս է բավականին շատ հաջողության պատմություններ մեր ուսանողները աշխատում են շատ մեծ ՏՏ կազմակերպություններում ինչպիսիք են Nvidia-ն, Synopsys-ը, Align-ը, IBM-ը եւ այլն այսինքն նման անուն ունեցող բազմաթիվ մեծ կազմակերպություններում ունենք ուսանողներ ովքեր նույնպես ստեղծել են իրենց ստարտափները իրենց կազմակերպությունները մեր ինկուբացիոն ծրագրի միջոցով եւ հիմա աշխատում են արդեն գրանցված կազմակերպություններ են աշխատակիցներ ունեն իրենց կազմակերպությունում այսինքն շենքը Թումո լաբերը եւ 42 Երևանը հնարավորություն են տալիս մարդկանց մտնել ոլորտ ձեռք բերել խորացված գիտելիքներ ու շարունակել իրենց ապագան ինչպես կցանկանան կարող են աշխատել ինչ-որ կազմակերպությունում ստեղծել իրենց կազմակերպությունը ուղղակի գիտելիքներով դուրս գալ շենքից եւ գուցե ապագայում իրենց ինչ-որտեղ պետք կա դա երբեմն զարմանում են այն ուսանողները կամ այն դիմորդները, որոնք հարցնում ասում են ոնց անհնարավոր անվճար լինի դպրոց ամբողջությամբ, արդյոք անվճար է դպրոցը կամ որակով է, եթե անվճար է, որակել է։ Միշտ բաց է դպրոցը, ասում են ոնց անհնարավոր միշտ բաց լինի։ 24 ժամ, չէ։ 24 ժամ օրը բաց է, ու այդ հենց այդ մեթոդներն են, այդ առավելություններն են, որ 42-ին դարձնում է յունիկ, տարբերվող առհասարակ մեր երկրում։ Շնորհակալ եմ շատ, որ մեր հյուրն եք հետաքրքիր թեմաներ քննարկեցինք մեր երիտասարդությանը հուզող ու մեր տարիքային հասարակության շերտին հուզող, որ չվախենան իրոք այն զարգացումներից ՏՏ ոլորտի, արհեստական բանականության եւ նմանատիպ այլ բաների։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրերն էին 42 Երևան թիմից Անահիտ Սայադյանն ու Էդիկ Հարությունյանը։ Կհանդիպենք